Սիրելի բարեկամներ, հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային արտահիվանդանոցային խնամքով զբաղվող բժշկական կենտրոն է, որի նպատակն է ապահովել ամբողջական պացիենտակենտրոն խնամք սիրտանոթային խնդիրներ ունեցող բուժառուների համար։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն։ Ողջույն բարեկամներ, հուսամ լավ եք, ձեզ հետ կրկին եթերում Կարդիոլաբն է և ես սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի առողջ, ավելի հանրային առումով իրազեկված, ավելի խելացի և սեփական առողջության որոշումները բուժաշխատողների հետ կիսող քաղաքացիներ։ Այսօրվա զրույցը լինելու է մոնոլոգի ֆորմատով։ Ես պարբերաբար ցանկություն եմ ունենում ձեզ հետ կիսվել ինչ-որ կարևոր ինֆորմացիայով, որ կարծում եմ ձեզ համար օգտակար կլինի, և այդ պատճառով այս պահը, քանի որ հասունացել է, ուզեցի այսօր ձեզ հետ զրուցել մի երևույթի մասին, որը գնալով աճում է ամբողջ մոլորակում, ինչպես նաև մեր երկրում, և շատ ցավալի կորուստների պատճառ է դառնում։ Խոսքս վերաբերվում է սրտային հանկարծամահությանը։ Սրտային հանկարծամահությունը դա հանկարծակի սրտային պատճառից առաջացած մահն է, որը առաջանում է կամ եթե վկա ունենք վկայի տեսնելու և սիմպտոմների սկզբից 1 ժամվա ընթացքում, կամ եթե վկա չենք ունեցել, ապա վերջին բուժառուին տեսնելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Եվ այս ցավալի երևույթը տարեկան ամբողջ աշխարհում խլում է 3-ից 5 միլիոն մարդու կյանք և չի հարցնում տարիք, սկսած նորածնային տարիքից, նույնիսկ ներարգանդային փուլից ավարտված մինչև ավելի մեծ տարիքի բուժառուներով։ Եվ իհարկե սա շատ ցավալի է, քանի որ իրավիճակը բոլորովին այլ է, եթե մարդը երկարաժամկետ հիվանդություն է ունենում, որը տանում է, հանգեցնում է վախճանի։ Իհարկե սա նույնպես շատ ցավալի է, սակայն կարծես թե համայնքը, հարազատները, բարեկամները ժամանակ են ունենում ինչ-որ առումով հոգեբանորեն ադապտացվելու և հրաժեշտ տալու իրենց հարազատին, իսկ նման դեպքերը շատ այսպես շոկային ազդեցություն են ունենում և իրենք նաև հասարակության վրա էկոնոմիկ մեծ ազդեցություն ունեն, քանի որ կորցնում ենք այլապես առողջ, աշխատունակ մարդու, երիտասարդի, երեխայի, մեծահասակի և տարեցի։ Այնպես որ սա շատ կարևոր ակտուալ հիմնախնդիր է և հենց սրա պատճառների և կանխարգելման մասին է ընթանալու այսօրվա մեր զրույցը։ Սրտային հանկարծամահությունը, եթե փորձենք բաժանել մի քանի խոշոր պատճառային խմբերի, ապա իրենցից ամենամեծը իհարկե սրտի իշեմիկ հիվանդության պատճառով առաջացած հանկարծամահությունն է։ Սա տեղի է ունենում մի քանի մեխանիզմով։ Առաջինը և ամենատարածվածը իհարկե սրտամկանի սուր ինֆարկտն է։ Երկրորդ պատճառների խումբ է հանդիսանում նախկինում կրած սրտամկանի ինֆարկտի արդյունքում առաջացած սպից ծագող փորոքային արիթմիաները, և երրորդ խումբ կարող է լինել անցողիկ իշեմիան կամ սնուցման խանգարումը սրտամկանի, որի արդյունքում կրկին կարող են առաջանալ վտանգավոր ռիթմի խանգարումներ և հանգեցնել սրտային հանկարծամահության։ Անհրաժեշտ է նաև նշել, որ սրտային հանկարծամահության դեպքերի մինչև ընդամենը 10%-ն է, որ հասնում են մինչև հիվանդանոց։ Հետևաբար, տեղյակ լինելով, որ դեպքերի մեծ մասը տեղի են ունենում դրսում, այսպես ասած հիվանդանոցից դուրս, և տեղի են ունենում հիմնականում տանը, գրագետ և ճիշտ կառավարումը րոպեների ընթացքում կարող է փրկել կյանքեր, և սա կարևոր է իմանալ։ Ինչպես արդեն ասացի, դեպքերի մեծ մասը, մոտավորապես 70%-ը ընկնում է սրտի իշեմիկ հիվանդությանը, և քանի որ մոտավորապես 50% դեպքերում այս պացիենտները նախկինում ընդհանրապես ոչ մի կլինիկագանգատ սիմպտոմ չեն ունենում, ապա շատ կարևոր է նախօրոք կանխատեսել սրտային հանկարծամահության կամ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը։ Եվ սա հենց նա է, ինչով որ զբաղվում են սրտաբանները, այսինքն յուրաքանչյուր բուժառու, որ կանխարգելիչ նպատակով մուտք է գործում սիրտանոթային ամբուլատոր կլինիկա, այնտեղ անցնում է պարտադիր մի շարք հետազոտություններ և սրտաբանի խորհրդատվություն, որի արդյունքում սրտաբանը գնահատում է բուժառուի մոտ սրտի իշեմիկ հիվանդության հավանականությունը հայտնի սխեմայով, որի մեջ մտնում են տարբեր ռիսկի գործոններ՝ տարիքը, սեռը, արյան լիպիդային պրոֆիլը,
պրոֆիլը, այսինքն խոլեստերինի մակարդակը արյան մեջ, ծխախոտի առկայությունը, արյան ճնշումը։ Եվ ըստ դրա տարաբաժանվում են ցածր, միջին, բարձր եւ շատ բարձր ռիսկի խմբի պացիենտներ, եւ հենց այս բարձր եւ շատ բարձր ռիսկի խմբի պացիենտների մոտ է, որ հավանականությունը շատ մեծ է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում իրենք կունենան որևիցե իշեմիկ պատահար, այսինքն սրտամկանի սնուցման խանգարում, ինչն էլ կարող է իր հերթին հանգեցնել սրտային կանգի, սրտային հանկարծամահության, եւ այս խումբ բուժառուներին բժիշկը կարող է առաջարկել որևիցե մի կերպ պատկերել սրտի սնուցող անոթները, պսակաձև զարկերակները, կորոնարոգրաֆիայի կամ միգուցե համակարգչային շերտագրման հետազոտության միջոցով, որպեսզի գնահատվի որքան է ռիսկը եւ անհրաժեշտության դեպքում բուժում նշանակվի կանխելու համար սրտային պատահարի առաջացումը։ Եթե արդեն ունենք պատահար սրտային, նախկինում կրած, ապա այս դեպքում իհարկե բուժման սխեմայում մեզ օգնության են հասնում բազմաթիվ մոտեցումներ, սկսած կենսակերպի մոդիֆիկացիայից, այսինքն վարքագծի փոփոխություններից, ծխելը թողնել, ֆիզիկական ակտիվություն, սննդակարգային ընտրություններ, ճիշտ ընտրություններ, որ ձեր բժիշկը ձեզ խորհուրդ կտա, բայց բացի դա նաև գոյություն ունի դեղորայք, որը կարող է կանխել սրտային հանկարծամահությունը եւ դրա մեջ մի քանի խոշոր խմբի սիրտանոթային պրեպարատներ են մտնում, ինչպիսիք են օրինակ բետա պաշարիչները, որը շատ ծանոթ է եւ շատ տարածված է ամբողջ աշխարհում ու բոլորս լսել ենք նրանց մասին։ Նաև շատ կարևոր կանխարգելիչ դեր ունի սրտի հանկարծամահության կանխարգելման կոնտեքստում կարդիովերտեր դեֆիբրիլյատորների տեղադրումը, իմպլանտացիան, այսինքն այն փոքրիկ սարքերը, որոնք տեղադրվում են այն պացիենտների մոտ, որոնց մոտ գնահատվում է, որ առկա է բարձր սրտային հանկարծամահության հավանականություն եւ այդ սարքերը տեղադրվում են ուսագոտում տեղային անզգայացման միջոցով, փոքրիկ կտրվածք է կատարվում եւ գրպանիկում տեղադրվում է փոքրիկ սարք, որը մշտադիտարկում է անում պացիենտի սրտի ռիթմի եւ երբ գնահատում է, որ գոյություն ունի կյանքի համար վտանգավոր իրավիճակ, ինքը շատ արագ վայրկյանների ընթացքում միջամտում է եւ փորձում է ընդհատել ռիթմի խանգարումը։ Սովորաբար դա կամ փորոքային տախիկարդիա է, կամ փորոքների ֆիբրիլյացիա եւ փորոքային տախիկարդիան ու փորոքների ֆիբրիլյացիան իմպլանտացված սարքերը կարող են ընդհատել երկու միջոցով։ Առաջինը անցավ խթանման տարբերակն է կամ կոչվում է այսպես կոչված հակատախիկարդիա փեյսինգ, որի ժամանակ մենք փորձում ենք մի փոքր ավելի արագ խթանել սիրտը, որպեսզի ընդհատվի ռիթմի խանգարումը, կամ էլ ներսից կատարվում է էլեկտրաշոկ բիֆազիկ հոսանքի միջոցով, որը ընդհատում է վտանգավոր ռիթմի խանգարումը։ Իհարկե, րոպեները շատ կարևոր են, այսինքն, եթե պացիենտի մոտ առաջացավ կյանքի համար վտանգավոր իրավիճակ, փորոքային տախիկարդիա կամ փորոքների ֆիբրիլյացիա, ապա յուրաքանչյուր կորսված րոպեն նրա սկզբից հետո մոտավորապես 10%-ով նվազեցնում է փրկվելու հավանականությունը։ Այդ պատճառով ինչքան շուտ միջամտվի պացիենտը, այնքան լավ, եւ այս առումով իհարկե իմպլանտացվող կարդիովերտեր դեֆիբրիլյատորները մեծ նշանակություն ունեն եւ շատ կարեւոր է դիմել սրտաբանի, որպեսզի կատարվի ռիսկի ստրատիֆիկացիա, այսինքն ռիսկի գնահատում եւ անհրաժեշտության դեպքում բժիշկը ձեզ խորհուրդ տա թե ինչպես վարվել հետագայում։ Նաև կարող է բժիշկը տալ մի շարք այլ խորհուրդներ, ինչպիսիք են կենսակերպային, որոշ մոտեցումներ, օրինակ ալկոհոլի ռեստրիկցիայի վերաբերյալ կամ ֆիզիկական ակտիվությունը արգելվի, ստրեսային ազդակներից խուսափելը ինչու չէ եւ այլն։ Սա այն մեծ խումբներ, որը մոտավորապես 70%-ով իր վրա է վերցնում սրտային հանկարծամահության ամբողջ բեռը, բայց ոչ 100%-ով։ Եվ այս խմբի եւ ոչ միայն այս խմբի կոնտեքստում նաեւ շատ կարեւոր եմ համարում նշել ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների կիրառության անհրաժեշտությունը։ Սրանք են փոքրիկ սարքերն են, որոնք ավտոմատ կամ կիսաավտոմատ տեղադրված են լինում մարդաշատ վայրերում։ Մեր երկրում դեռևս նոր
նոր է, ոնց որ այդ նորամուծությունը բոլորովին վերջերս է, որ տեղադրվել է որոշ վայրերում, եթե չեմ սխալվում, հանրային մոլերում եւ այլ տեղերում։ Սրանց իմաստը նրանում է կայանում, որ եթե մենք ունենում ենք հիվանդանոցից դուրս սրտի կանգ ունեցած պացիենտ, ապա հանրությունը, որը գիտակ է դեֆիբրիլյացիա անելու ունակություն ունի, մոտենում է եւ կատարում է այսպես կոչված հիմնական կենսապահովում կամ անգլերեն ասում են basic life support, որի մեջ մտնում է սիրտ-թոքային մերսումը, ռեանիմացիան եւ անհրաժեշտության դեպքում դեֆիբրիլյացիան։ Հիշեցնեմ, որ դեֆիբրիլյացիան, որը կատարվում է արտաքին սարքերով, արվում է միայն մի դեպքում, եթե պացիենտի մոտ առկա է արագ ռիթմ, փորոքային տախիկարդիա կամ փորոքների ֆիբրիլյացիա։ Հազվադեպ հանդիպող դեպքերում կարող է պացիենտի մոտ լինել այսպես կոչված առանց պուլսի էլեկտրական կանգ, որը դադարի մասին է գնում խոսքը եւ նման դեպքերում դեֆիբրիլյացիան բնականաբար օգտակար չի կարող լինել։ Այստեղ պետք է շարունակել սիրտ-թոքային ռեանիմացիոն միջոցառումները, սրտի անուղղակի մերսումը, մինչեւ շտապօգնությունը կհասնի եւ կփորձի փրկել պացիենտի կյանքը։ Այնպես որ տեղեկացված լինելը նշանակում է զինված լինել եւ ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ բոլոր մեր բուժառուներին եւ ոչ միայն բուժառուներին, մեր ամբողջ հանրությանը փորձել սովորել եւ տիրապետել առաջին բուժօգնության հմտություններին, որպեսզի նույնիսկ եթե մեկ անգամ կյանքում ձեզ հաջողվի դրանց շնորհիվ ինչ որ մեկի կյանքը փրկել, դա արդեն շատ մեծ առավելություն կլինի։ Երկրորդ խոշոր խումբը, որին անպայման ուզում եմ անդրադառնալ, դա սրտամկանի հիվանդություններն են, որոնք կոչվում են կարդիոմիոպաթիաներ, այսինքն հենց առանձին սրտամկանի խնդիրներ, որոնց դեպքերում կամ սրտամկանը հաստանում է, շատ պատը հաստանում է եւ հիպերտրոֆիայի է ենթարկվում, այդպես է կոչվում, կամ լայնանում են խոռոչները գնալով պատը բարակում է եւ կամ աջ փորոքի պատում առաջանում են մկանի փոխարեն առաջանում են ճարպի եւ սպիական հյուսվածքի շերտեր։ Սրանք բոլորը վիճակներ են, որոնք կարող են նպաստել ռիթմի խանգարումների առաջացմանը։ Ինչու, որովհետև երբ խախտվում է սրտամկանի բջիջների ստանդարտ դասավորությունը, նրանց միջև առաջանում են ֆիբրոզի տարբեր օջախներ, սպիացման օջախներ, իսկ վտանգավոր ռիթմի խանգարումները առաջանում են հենց սպիական օջախների շրջակայքից, որովհետև այս հատվածներից է, որ տեղի է ունենում սրտամկանի դրդունակության խախտում եւ հիմնական իոնական կանալների աշխատանքի շեղումներ, կալցիումի կամ կալիումի արտահոսքի կամ ներհոսքի հետ կապված։ Այս հիվանդություններից հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի մասին կուզեմ առանձնակի շեշտել, քանի որ ինքը երիտասարդներին բնորոշ հիվանդություն է եւ կապված է սրտի պատի հաստության հետ։ Եվ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան կարող է հայտնաբերվել շատ հանկարծակի, բնորոշ է երիտասարդ աթլետների մոտ, լսած կլինեք ոնց որ մի հայտնի աթլետ օրինակ ունեցել է սրտի կանգ կամ սիրտ-թոքային ռեանիմացիոն միջոցառումներ եւ դրա պատճառը եղել է նրանում, որ այս աթլետի մոտ եղել է հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա կոչվող հիվանդությունը եւ կոնկրետ այս հիվանդության ժամանակ գոյություն են որոշ ռիսկի գործոններ, ինչպիսիք են օրինակ պատի հաստությունը ավել քան 30 մմ կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ ունեցած գիտակցության կորուստը, ընդհանրապես գիտակցության կորուստը։ Առանձին մեծ կարևոր ուշադրության է արժանի ընտանիքում բարեկամների մեջ սրտային հանկարծամահություն ունենալու երևույթը, այսինքն եթե ձեր առաջին եւ ոչ միայն առաջին կարգի հարազատների մեջ կա անձ, որը ունեցել է սրտային հանկարծամահություն, ապա խորհուրդ է տրվում պարտադիր կերպով յուրաքանչյուր անհատի ով ունի արյունակցական կապ այդ պացիենտի հետ, անպայման անցնել սկրինինգային սիրտանոթային հետազոտություն, միգուցե որոշ դեպքերում նաև այլ թեստեր, ինչպիսիք են սրտի MRT-ն, գենետիկ քննությունը, որպեսզի դրվի ախտորոշում եւ կանխարգելվի սրտային հանկարծամահությունն ու փրկվի եւս մեկ կյանք։ Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի դեպքում ավելի ընդունված բուժական մոտեցումներն են բետա պաշարիչների կրկին նշանակումը եւ կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիան, ինչպես նաեւ
շատ ավելի ուշ փուլերում իհարկե հերթը կարող է հասնել սրտային անբավարարության բուժմանը եւ սրտի փոխպատվաստմանը։ Աթլետների մոտ հաճախ հանդիպելու պատճառով հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան բավականին բարձր ռիսկ է իրենց ներկայացնում աթլետների խմբում եւ դա է պատճառը, որ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող յուրաքանչյուր մարզիկի ցուցված է պարտադիր կերպով անցնել սիրտանոթային հսկողություն։ Երրորդ մեծ խումբը, որոնց ուզում եմ անդրադառնալ, սրտային հանկարծամահության պատճառների սպեկտրում, դա բնածին, այսպես կոչված կանալոպաթիաներն են, այսինքն այն հիվանդությունները, որոնց ժամանակ խախտվում է սրտամկանի բջիջներում այսպես կոչված իոնական կանալների աշխատանքը, գենետիկորեն պայմանավորված հիվանդություններ են սրանք, որոնց արդյունքում առաջանում են միոկարդի տրթունակության արտահայտված խանգարումներ, ինչը բերում է, հանգեցնում է վտանգավոր սրտի ռիթմի խանգարումների եւ ի վերջո հանկարծամահության։ Սրանց մեջ մտնում են երկարքյութեի համախտանիշը, կատեխոլամիներգիկ պոլիմորֆ փորոքային հաճախասրտությունը, բրուգադայի համախտանիշը եւ կարճքյութեի համախտանիշը, ինչպես նաեւ իհարկե մի շարք այլ ավելի քիչ հայտնի համախտանիշներ, որոնց ժամանակի սղության պատճառով այսօր չեմ անդրադառնա, բայց ինչ եմ ուզում ասել, շատ կարեւոր է, հատկապես եթե ձեր հարազատը ունի որևէ գանգատ, որի մեջ կարող է մտնել առաջին ամենակարևորը սրտխփոց, երկրորդ սինկոպե, գիտակցության կորուստ, անցողիկ գիտակցության կորուստ անհայտ պատճառի, երրորդը գլխապտույտներ անհայտ պատճառի, կամ եթե չունի գանգատ, բայց հարազատների մեջ ունենք պացիենտ, որը ունեցել է սրտային հանկարծամահություն, հատկապես եթե խոսքը վերաբերվում է վաղաժամ սրտային հանկարծամահությանը, 40-ից երիտասարդ տարիքում սրտային հանկարծամահությանը, ապա պարտադիր կերպով ցուցված է իրականացնել հետազոտություն ախտորոշելու համար այս հազվադեպ հանդիպող, բայց շատ տրագիկ հիվանդությունները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ երիտասարդ նույնիսկ մանկական տարիքում սրտային հանկարծամահության եւ կարեւոր է, որ ախտորոշում ունեցող արդեն պացիենտների հարազատները նույնպես տիրապետեն առաջին բուժօգնության հմտություններին, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում փրկել իրենց հարազատի, երեխայի, քրոջ, եղբոր եւ ծնողի կյանքը։ Բուժական մոտեցումները կանալոպաթիաների ժամանակ էականորեն չեն տարբերվում։ Այստեղ նորից կարող է մտնել դեղորայքային բուժումը, որոշ տեսակի կենսակերպի ռեստրիկցիաներ կարող են լինել, ասենք օրինակ արգելվի արտահայտված ֆիզիկական ակտիվությունը կամ բարձր ձայներ լսելը կամ լողը կամ օրինակ կարող է սրտային կանալոպաթիաներից որոշները կարող են ակտիվանալ բարձր ջերմության ֆոնին կամ արտաքինից դեղորայքի ընդունման պարագայում, օրինակ երկարքյութեի համախտանիշը կարող է սրանալ, եթե պացիենտը ընդունում է որևէ դեղ, սովորաբար դա անտիբիոտիկներն են լինում կամ հակացնցումային պրեպարատները, որպեսզի բուժվի իրենց այսպես կոչված ինչ-որ մի խնդիր, որը իրականում առաջացել է հենց երկարքյութեի համախտանիշի պատճառով եւ քյութե ինտերվալը էլեկտրասրտագրի վրա էլ ավելի է երկարում ու հանգեցնում է վտանգավոր ռիթմի խանգարումների, որի պատճառով երեխան կարող է ունենալ գիտակցության կորուստ, ցնցվել, ինչը հաճախ շփոթության է բերում էպիլեպսիայի հիվանդության հետ եւ այս իրավիճակներում հաճախ կարիք է լինում, որ մանկական սրտաբանը արիթմոլոգը զուգահեռ աշխատի նյարդաբանի հետ, որպեսզի կարողանան ճիշտ տարբերակիչ ախտորոշում իրականացնել եւ բուժել հիվանդությունը։ Կարդիովերտեր դեֆիբրիլյատորները նույնպես կարող են տեղադրվել, չնայած մանկական տարիքում գնալով ավելի նվազում է նրանց կիրառությունը եւ մի հրաշալի նոր բուժական ուղղություն է սիմպաթեկտոմիան կամ սրտամկանի, այսպես կոչված դեներվացիան, քանի որ հայտնի է, որ սրտամկանի նյարդավորումը կարող է որոշակի դեր ունենալ այդ վտանգավոր արիթմիաների տրիգեր հանդիսանալու, խթանելու գործում եւ այդ պատճառով փորձը ցույց է տալիս, մեծ հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ այսպես ասած վիրաբուժորեն անջատվում է սրտամկանի դեներվացիան, ռիթմի խանգարումները կարող են զգալիորեն նվազել եւ նույնիսկ չքանալ։ Բարեկամներ, այսքանն էր, որ ուզում էի այսօր այս ոչ այնքան ուրախ, բայց շատ կարևոր թեմայի շուրջ զրուցել ձեզ հետ։ Շնորհակալություն։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում ենք չմոռանալ բաժանորդագրվել մեր ալիքին, սեղմել լայք կոճակը եւ հնարավորինս տարածել հաղորդումները։ Ձեզ հետ Տաթևիկ Հովակիմյանն էր։ Կհանդիպենք, երբ հանդիպենք։ Ցտեսություն։